շնորհքը առանց ապաշխարություն գոհություն չունի։ Ղուկաս 13:5 Հիսուսն այսպես ասում, մինչև որ ձեր սրտերը եւ կյանքերը չփոխեք, ամենդ միջից կգնաք։ Եվ ինչ առակա տալի, սրանից հետո անպտուղ թզենու առակը։ Եվ առակն այսպես է գնում, որ անպտուղ թզենու այգու տերն է լինում։ Եվ տերը գալիս է այգեբանին, ով է տերը, Աստված։ Այգեբանն ով է, Հիսուսն է։ Հայր Աստվածը Հիսուսին ասում է, միջից տանենք սրան, ինչ կարծիք ես։ Հիսուսն ասում է, մի քիչ էլ ժամ տանք։ Մի քիչ էլ ողորմություն ցույց տանք։ Մի քիչ էլ համբերատար լինենք, շնորհք ցույց տանք։ Միգուցե պտղաբեր լինի։ Սա Աստծո նպատակն է շնորհքով։ Շատ պետք է ուշադրություն դարձնենք։ Աստծո նպատակը շնորհքը այն չի, որ մենք շարունակենք մեղքի մեջ։ Պարզ տարբեր տեղեր գրված է Աստծո խոսքի մեջ։ Շնորհքը տրվել է, որ մենք փոխվենք։ Հինը մարդը, որ մեզ տանում է մեղքի մեջ, մի կողմ դնենք։ Եվ ասում է, եթե նորից պտուղ չբերի, այդ շնորհքից հետո, այն ժամանակ կտրի։ Եվ Սուրբ Հոգու պտուղները Գաղաթացիս 5:22-ն ասում է, սերն է, խաղաղությունն է, բարիությունն է, հավատարմությունն է, ուրախությունն է, ջուշկալությունն է։ Օրենք չկա սրանց դեմ։ Այսինքն, եթե մեկը իրոք Սուրբ Հոգու իշխանության տակ է, օրենքը չի կոտրում։ Սա Տիրոջ ծրագիրն է, սիրելիներ։ Տերն ուզում է, որ մենք փոխվենք, հեղափոխություն լինի մեր մեջ։ Եվ միայն Տիրոջ միջոցով է այս գործը կատարվում։